Ուզում եմ այսօր իմ բաց դասը հենց այսպես սկսել, որ մեր հավատքից կամ քրիստոնեական կրոնից մենք սովորել ենք, չէ՞։ Ինչ որ ցանես, էնել կհնձես։ Հիմա, քանի որ մենք կազմված ենք տարբեր մարմիններից, եւ այդ մարմինները բոլորը էներգետիկ մարմիններ են, այսօր ես թեթև կբացատրեմ, թե մարմինների քանի տեսակներ կան ու դրանք քանի շերտերից են բաղկացած, եւ ըստ այդմ կբացատրեմ, թե ինչպես ենք մենք հիմա արթնանում, որտեղ է հենց ֆոկուսը այն մասի, որտեղ որ հիմա մենք միշտ հիմա պրոպագանդում ենք, ասում ենք արթնացման process է, բոլորս արթնանում ենք, հիշում ենք, ինչն ենք հիշում եւ որն է կարևորը, որպիսի հեշտությամբ կարողանանք մտնել այդ ալիքների մեջ կամ հարմարվենք, էլի հիշելով ու գնանք առաջ։ Ուրեմն, մենք իրականում մեզ անվանում ենք անձեր, անհատականություններ, անվանում ենք մեզ դեր խաղացողներ այս կյանքում, չէ՞, ասում ենք եկել ենք խաղանք մեր դերը ու գնանք։ Իրականում մենք այն փոքրիկ մանր բեկորներն ենք ամենամեծ հայելու, որը որ ամբողջ տիեզերքում է կամ այդ ամբողջի։ Պատկերացրեք, ամեն մեկս փոքրիկ բեկորներ ենք, բայց վերամարմնավորվելով այս երկրային կյանքի մեջ կամ երկիր մոլորակի վրա, մենք մեր շերտերից ոչ բոլորն են երևում, որովհետև էներգետիկ մարմինների կամ նյութական մարմինների խտությունը մինչև 59 աստիճան է, իսկ մենք ընդամենը տեսնում ենք ավելի խմբակային 3-ը, ամենաքիչը, ամենափոքրը, սակայն մենք ավելի մեծ ենք, ավելի հզոր ենք։ Ու շատ իմ տեխնիկաներում, որներ դիտարկումներ ենք անում, վարժանքներ ենք անում, դուք լավ կհիշեք, որ ես միշտ ասում եմ, դե մենք սկսում ենք մեծանալ, տարածվել, ավելի մեծ դառնալ, երկիր մոլորակից էլ դուրս գալ, իրականում բոլորս այդքան մեծ ենք, ըստ մեր էներգետիկ տարածքի, կառուցվածքի, ձևավորման, մենք այդքան մեծ ու հզոր ենք։ Հիմա, մեր ֆիզիկական այս առաջի նյութական մարմինը, որ մենք տեսնում ենք, շոշափում ենք ու իրան շատ լավ զգում ենք, ինքն էլ է բաղկացած 7 շերտերից։ Չէ՞ որ մենք կրակ ենք, կայծ ենք, այդ էլեմենտները մեր մեջ կան, մեր մեջ կա հեղուկ, մեր մեջ կան ավելի պինդ մարմիններ, մենք ռետինի նման կամ կաուչուկի նման կերվող ենք, փափուկ ենք, չէ, այդ բոլոր մարմինները մեր մեջ կան, կամ էներգիայի խտությունները մեր մեջ կան, եւ այդ ամբողջը մեր ֆիզիկական մարմնի մեջ է։ Հաջորդ շերտը եթերայինն է։ Եթերայինը ավելի շատ մեր զգայական աշխարհն է, որ մենք այս մեր ֆիզիկական աշխարհը այդ ներվային համակարգներով, ինստինկտներով զգում ենք։ Էդ էլ իր հերթին ինքը ունի 7 մակարդակ, 7 շերտ։ Հաջորդը գալիս է մեր աստղային մարմինը, դա հենց այն դաշտն է, որի մեջ մենք ապրումներ ենք ունենում, հույզեր, այդ ատելությունը, վիրավորանքը, սիրելը, ատելը, այս բոլոր զգացողություններն են, եւ ավելի շատ ու ավելի լավ մենք հայտնվում ենք երազի մեջ այս դաշտում, որովհետև մեր աստրալ մարմինը այդ ժամանակ մեր ֆիզիկականից անջատվում է ու սկսում է ճանապարհորդել ու բոլորի մոտ շատ հեշտ ու արագ ինքը հայտնվում է։ Հաջորդ մեր մարմինը դա մեր
մտկային մարմինն է, մենք ասում ենք մենտալ մարմին, էլի ինքը բաղկացած է 7 շերտերից, այդ այն ինչը որ մոտ է աշխարհին, այն ինչը որ մի քիչ սրանց ենք բան հասկանում, նրանից ենք բան հասկանում ու եւ որ արդեն տիեզերական գիտակցությանն ենք մենք մոտենում, էլի ինքը 7 շերտեր ունի, որոնք որ էլի մենք այսպես ձկան նման լողալով փորձում ենք հասնել այդ շերտերի գագաթնակետին եւ դրանից հետո գալիս են հաջորդ արարչական աստվածային շերտերը, որոնց մասին հիմա իմաստ էլ չկա, որպեսզի խոսեմ, դրանք մենք ուսումնասիրում ենք մեր ակադեմիայում ավելի խորը, ավելի մանրամասը։ Ինչն է կարևոր, այս շերտերը իմանալով, այս մեր արթնացմանը եկեք գանք այն իմաստը, թե ինչու ենք մենք արթնանում ու ինչու ենք մենք այդ բեկորները։ Երբ որ մենք ապրելով միլիարդավոր տարիներ, վերամարմնավորվելով 1000 անգամ, պատկերացրեք, որ եկեք մաթեմատիկորեն սա պատկերացնենք։ Մենք կանգնած ենք ինչ-որ մի կետի վրա, ու որ հետ ենք դառնում, մեզանից միլիարդավոր տարիներ առաջ մենք այդքան գոյություն ենք ունեցել եւ հակառակ կողմն ենք դառնում դեպի առաջ, դեռ միլիարդավոր տարիներ էլ մենք պետք է գոյություն ունենանք։ Այ պատկերացրեք, այդքան մենք կանք եւ գոյություն ունենք ու կլինենք։ Պատկերացրեցիք։ Հիմա այս մեր մարմինները բացի ֆիզիկականից ու ֆիզիկականից մնացածը միշտ մեր հետ են։ Մնացածը մենք միշտ մեզ հետ տանում ենք, որտեղ գրվում են մեր պատմությունները, որտեղ գրվում են մեր այն բոլոր ինչ որ ապրել ենք, ինչ որ զգացել ենք, ինչի ենք հասել, պատկերացրեք, ընդունվել ենք համալսարան կամ համալսարան ենք ընդունվել, մինչև համալսարան ընդունվելը մենք հաճախել ենք մանկապարտեզ, հետո դպրոց, դպրոցը ավարտել ենք ինչպես, այս բոլոր պատմությունները մեր համալսարանում ոնց որ հատուկ արխիվային այդ պապկաների մեջ կա, որտեղ որ մենք կարողանում ենք իմանալ այս մարդու մասին ինֆորմացիա։ Նույն կերպով մենք ունենք էներգետիկ շերտերում այսպիսի ինֆորմացիաներ, թե մենք քանի կյանք ենք ապրել, որ մոլորակներից ենք եկել, իրականում երկիր մոլորակին ենք պատկանում, թե ուրիշ աստղային ինչ որ ցիվիլիզացիաներից ենք եկել, կարևոր գործով ենք եկել, կամ եկել ենք ինչ որ գործեր ավարտենք այստեղ, ուղարկել են մեզ ինչ որ վերապատրաստվելու, սովորելու, այսպիսի ոնց որ հանձնարարություններ մենք ունենք կամ առաքելություններ, որի համար եկել ենք երկիր մոլորակ ու այս պահին փորձում ենք իրականացնել։ Ու ես ձեզ մի քանի անգամ պատմել եմ, որ հոգիները լինում են տարբեր մակարդակի, չէ՞։ Կեսը տարբեր ցիվիլիզացիաներից են գալիս, կեսը լինում են աստղային, կեսը լինում են տիեզերական, ոմանք միայն երկրային են լինում։ Այդ սաղ ամեն ինչի մասին մենք կծանոթանանք մեր դասերի ընթացքում բոլոր։ Կապ չունի, ինչ որ ես անում եմ, վարպետաց դասեր եմ անում, կազմակերպում եմ կամ ինչ որ վերապատրաստման դասեր եմ կազմակերպում, այդ մինիմալ ինֆորմացիան, որոնք որ կարևոր են մեզ համար, ես անպայման փորձում եմ փոխանցել, անպայման փորձում եմ տեղեկացնել, որպեսզի ընդհանուր պատկերացնեք, թե այդ ամբողջը իրանից ինչ է ներկայացնում, ինչի ենք մենք խոսում ամբողջի մասին։ Ու հիմա արթնացման փուլը կայանում է նրանում, որ բոլոր հոգիները այն կարգի պետք է ամեն ինչը հիշեն իրենց սկզբնաղբյուրը եւ հիմա ժամանակն է, որպեսզի մենք այդ որոշումը կայացնենք, որ մեր ճանապարհը նորից դեպի այդ աղբյուրն է։ Այսինքն որտեղից որ եկել ենք, նորից այդտեղ պետք է հետ գնանք։ Բայց դրա համար մենք պետք է ունենանք համապատասխան փաստաթուղթ էներգետիկ շերտերում, էներգետիկ պլանում։ Անպայման առանց այդ փաստաթղթի հնարավոր չէ անցումը, հնարավոր չէ նորից հետ վերադառնալը։ Հետ վերադառնալ նշանակում է
նորից միավորվել, միաձուլվել հենց այդ ամբողջին։ Հիմա առաջի կուրսի համար մենք մեր առաջի կուրսը սկսեցինք ակադեմիայի մետագիտակցական, այսինքն բազմաշերտ ու աղջիկները կարող են հաստատել ինչի էր ինքը բազմաշերտ, առաջի բազային, ինքը հենց առաջի բազային կուրս է կոչվում, որտեղ մենք ծանոթացանք իրոք մեր բաղադրությանը, թե մենք ինչից ենք կազմված, ու հասկացանք, թե ինչպես է այդ մեխանիզմը գործում, որը որ ասենք արարիչը մտածել է։ Ծանոթացանք այն աշխարհին, այն տիեզերքին, որի մեջ մենք ծնվել ենք ու գոյություն ունենք, եւ այդ տիեզերքը կոչվում է սիրո տիեզերք։ Այսինքն, այստեղ կանոնները բոլորը սիրո միջոցով են իրականանում, գործում։ Նշանակում է մենք պետք է գործենք սիրով ու ամեն մեր քայլի մեջ, ամեն մեր մի գործողության մեջ պետք է անպայման սիրո կաթիլը լինի, սիրո էներգիան, սիրո լույսը, այն անպայման պետք է գոյություն ունենա, առանց դրա հնարավոր չէ հիշել, հնարավոր չէ լուծել այն բոլոր նյութերը, որոնք որ մեր մեջ առաջացել են, գիտակցաբար թե անգիտակցաբար, եւ անցնել գնալ առաջ։ Ընտրեցի նախապատրաստական կուրս, ինչի կուրս, որովհետեւ մենք այնտեղ աշխատելու ենք։ Ու շատ կարևոր է այս կուրսում քո ներդրումը, քո աշխատանքը, քո էներգիան։ Մենք երբեք արդյունք չենք ունենա ոչ մի ոլորտում, երբ որ մենք ինքներս մեզանից ինչ որ ներդրում չունենք դրա մեջ։ Եվ դա լինի նյութական թե էներգետիկ, անպայման այդ ներդրումը պետք է լինի։ Հիմա ես, որ հաջողություն ունեմ, ես լիքը ներդրում ունեմ իմ հաջողությանը հասնելու այդ ճանապարհի մեջ։ Եվ հիշեք, որ կյանքում արարիչը մեր համար տիեզերքը, արարիչը մեր համար այնպես է ամեն ինչ ստեղծել, որ իրականում մենք առանց ջանքերի հեշտությամբ կարող ենք փող աշխատել։ Պատկերացնում եք։ Եթե մեր կյանքում չկա փողը, եթե մենք դժգոհում ենք, որ փող չենք ստանում, փող չունենք, չգիտեմ, այս չկա, այն չկա, նշանակում է, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի դարպաս փակ է եւ դրա համար աշխատանք է պահանջվում։ Ես եմ հիմա ընտրում այդ դարպասը բացեմ, թե այդ դարպասը թողնեմ փակ։ Ու ինչ կան։ Մենք հիմա այս մեր կյանքում մենք ենք ամեն ինչ ընտրում, այլևս այն հին աշխարհի օրենքները ոչ մի բան այլևս ակտուալ չէ։ Վերջ, շատ վաղուց արդեն այդ հին օրենքները էլ չեն աշխատում։ Առաքելությունը այս երկիր մոլորակի վրա բոլորինս անխտիր, աստղային ենք, աստղային չենք, առաջին հերթին հասնել քո լավագույն տարբերակին։ Լավագույն տարբերակը դա այն է, երբ որ մենք ոչ մեկին չենք ատում, ոչ մեկին չենք նախանձում, ոչ մեկի համար վատ բաներ չենք անում, կամ չենք նվնվում, սա էլ շատ կարևոր է։ Մենք մեզ չենք զրկում, չենք ասում, որ այս ինչ բանը հիմա չունեմ, չեմ կարող անել, մնա հետո։ Հիմա ոնց որ թե իմ հնարավորությունները չեն ներում, օքեյ, այստեղ ես լռեմ, չխոսեմ, որովհետև իմաստ չունի կամ չեմ կարող ես իմ կարծիքը արտահայտել, որտեղ ես ով եմ, պատկերացնում եք այսպիսի մտքեր, որոնք որ պարուրում են մեզ անընդհատ օրվա մեջ, մենք մեր աշխատանքի վայրում, ընտանիքի անդամների հետ, մեր տանը, մեր ընտանիքի անդամների հետ հարաբերություններում, հարազատների հետ հարաբերություններում, նշանակում է, որ բաց տեղեր կան մնացած, որոնց վրայով որ մենք չենք անցել, որոնց վրա պետք է որ մենք աշխատենք։ Ես առաջարկում եմ միանգամից իմանալ ստվերները, որոնք են, կենտրոնանալ դրանց վրա, ամեն մեկի վրայից հերթով անցնել ու տեսնել որտեղ չկա բալանս, որտեղ չկա հարմոնիա ու վերափոխել եւ կարողանալ անցնել հաջորդ փուլ։ Մենք հիմա գտնվում ենք, եթե մինչև հիմա
մարդիկ չեն աշխատել իրանց վրա ու չեն հասել գերհոգու հավաքման մակարդակին, այստեղ մենք հիմա այս վերջի 10 տարում կարող ենք հավաքել միայն մեր լավագույն տարբերակը։ Ես չեմ կարող ձեզ շատ ոգևորող խոսքեր ասել, ուղղակի կարող եմ ասել, որ ամեն մեկս ճիշտ տեղում ենք ու ճիշտ ժամանակին, չկա հետ ու առաջ կամ ճիշտ ու սխալ, ուղղակի մեր հոգին, ինքը գիտեցել է մեզ որն է պետք, դա է գրել ու մենք հիմա ճիշտ տեղում ենք։ Որտեղ էլ որայենք, մենք ճիշտ տեղում ենք։ Մենք կատարում ենք մեր հոգու ստեղծած առաջադրանքները, փորձում ենք իրականացնել, փորձում ենք լուծել։ Բոլորը կունենան ինձ հետ անհատական հանդիպում, այդ անհատական հանդիպումներն կգրանցվեն, կձայնագրվեն եւ դուք իրան միշտ կունենաք, որպեսզի երբ ցանկանաք, վերադառնաք, նորից փորձեք աշխատել, իսկ արդյունքը ամենաուշը 2 ամսից կերևա։ Անպայման բալանսի կբերենք մեր մեջ մեր երկու էներգիաները, արական, իգական, անպայման կլինի առատության էներգիան պարտադիր է սա, որովհետև աշխատելով մեր վրա, մենք կարողանում ենք անպայման հասնել առատության վիճակին, կսովորենք սիրո վիճակի մեջ լինել, կսովորենք, թե ինչպես աշխատենք մեր երեխաների հետ և ամենավերջում անպայման սոցիումի հետ կապված մեր դիրքը, մեր որոշումները, որտեղ պետք է լինենք մենք, որտեղ պետք է լինեն նրանք, սա ես համարում եմ հիմք, որ դուք բոլոր այդ ոլորտները իմանաք ամեն մեկին իրանց տեղը, սա բազային էլի գիտելիքներ են ու կարևոր, որից հետո նոր արդեն կարելի է այդ բազային գիտելիքներն ունենալուց հետո շփվել մեր բարձրագույն եսի հետ, վերին ուժերի հետ։ Բոլորիդ կմաղթեմ թեթև վերափոխում, թեթև ծանր ծրագրերի փակում, թեթև անցում ու երջանիկ կյանք, այն կյանքը, որը որ ձեր հոգին ձեր համար գրել է։